Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո շատ սիրելի հանդիսատես, հեռուստադիտողներ և հետևորդներ, սա HD Stand-up-ի հերթական հաղորդումն է HD Production-ի YouTube-յան ալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում բարով եք եկել։ Այո, սա ռետրո եթերաշրջանն է և ռետրո եթերաշրջանի վերջին չորրորդ հաղորդումը սիրով ձեզ համար, սիրելիներս։ Մեր լավ հուշերի, 90-ականների, մեր նոստալգիկ շրջանի էպոխայի մասին և վերաբերյալ և շատ հաճախ, որ խոսում ենք, թվում է թե 90-ականներին շատ ավելի վատ էր ամեն ինչ, այսինքն միայն վատ էր, ոչ մի լավ բան չկար, բայց որ մի քիչ խորանում ենք, հասկանում ենք, որ նաև լավ բաներ են եղել, գեղեցիկ հիշողություններ, հիշարժան դեպքեր, համաձայն եք ինձ հետ, թե չէ ընկերներ։ Այ օրինակ, ասեմ մեր են թվերի կազմակերպած քեֆերը, ասեք ինչ լավ, ինչ ջիգարով, ինչ տեղը տեղին, սրտանց ադբուշի, կներեք ոչ հայերեն բարի համար, քեֆեր էին, հիմիկվա պես չէ, որ զանգում ես ռեստորան, ասում ես քանի աթոռ պահեն, մենյուում ինչ ըլնի ու քեֆիտ օրը գնում տժում ուրախանում ես, այն ժամանակ կոնկրետ դժվարություններ ու բարդություններ էին ներկայացնում իրենցից այդ քեֆերը կազմակերպել, առհասարակ այն ժամանակ կար հացի խնդիր, հացից դե նախորդ հաղորդման մեջ խոսեցինք, չեկով տալոնով հացեր, այդ մենակ հացի մասին չի, հաց խլեբ, հացի ուտելիքի խնդիր սնվելու, օրինակ հիշում եք ինչ դժվար էր միս հայթայթելը, օրինակ ես հիշում եմ տես 200 գրամ տավարի միս տվեք, 300 գրամ կամ 5 կիլո էլ խոզի, մեկի ձեռը օրինակ որ տեսնում էր մի 3-4 կիլո միս թափ տալով գնում էր, ես մտածում էր մի բան եղել է արա, հատկապես են բամբաշի հարևանուհիները, աղջի ջան այսքան միսը տենաս ուրա տանում են ինչ անեն, չեք էլ հավատա, բայց ուտեն տիկին ջան, են կողքին էլ ասում էր երևի ծնունդ մնունդ ունեն, չէ աղջի ջան այս ծնունդի բան չի, 3 կիլո ավել միսը հաստատ աղջիկ են մարդու տալի, այդպես ժամանակաշրջան էր հասկանում եք, ես շատ լավ հիշում եմ, բայց էլի ինչպես բոլոր հարցերում, այդ հարցում էլ մենք հայերս շատ հակասական ենք, այս մայթին կարողա ցրտից, սովից կոտորվեին մեռնեին, դե մի մայթը տեննայր ռեստորանում, Սևիկրով, ասետրինով, ռակի պոչի քյաբաբով, ժիվոյ մուզիկայով տժում են, ճանապարհը Թղստանի վարձերի պարտեզ, հիշում եք, ողջ պարտեզ ինձ սաղիգները, որը նվիրեմ քեզ, ոնց էին ուրախանում, ոնց էինք պարում, Անդրեյ Գուբինն էլ Ռուսաստանից էր սփորթանում այդ տարիներին զիմա, խալադա, одинок, արա հիշում եք ոնց ենք ուրախանում, ասում ենք մեր մասին է երգում երևի զիմա, խալադա, շատ ջիգարով էին այն ժամանակվա երգերը, շատ նենց կամ նրանից էր, որ շատ հազվադեպ էին լինում միջոցառումներ, կամ չգիտեմ իրոք լավ տենց ավելի սրտանց երգեր էին, էլի օրինակ կար մի հատ բան, Արամ Ասատրյանն էր երգում, էլի մանյակը հիշում եք, Չլավոր բարկանալ սնիգ է սնգին, թանկաժիկ մանյակը կխեմ քո վզին, այդ մանյակը որդեղ միացնում էին քեֆերի վաղտ, ես երեխայի տպավորվել, արա մանյակի նման սախելում էին պարելու, իրար տարորելով էդ իշավոտնուկները շուր տալով ու պարելուց էլ իրար դեմքի էին նայում, այդ բարերը արտաբերում, յանի տեսեք, չլավոր բարկանաս, յանի տեսեք, սաղ ենք, դեռ չենք մեռել, պարում ենք, կանք, կապ չունի ով ում հետ, մեկ էլ կարող աշկը տնգներ, տեսնեիր մի հատ 80 տարեկան տատի, 15 տարեկան տղա երեխու, ասում է կախեմ քո վզին, կարելի է, չապ կա էլի ամեն ինչին, մայրիկ ջան, այդ այս խառը տարիներ, երեխեն էլ վիդեոկամերայով նկարում են, ում գործերը դզված էր, արդեն վիդեոկամերա են առնում, այսքան հիշում եք,
բացում, կասետը VHS դնում մեջը, փագում, արա Արսենչիկ նկարի։ Արսենչիկն էլ ինչ նկարի, Իրանից ծանր այդ, ռեքը տարի տալիս էին օպերատոր չի, 8 տարեկան երեխա է, ինչ նկարի։ Երեխա սկսում էր մեկի աշկի բիբն էր նկարում, 7 րոպե։ Իշնում էր մեկի ծակն ասկին, 5.5 րոպե։ Ինչ նկարի արա, երեխուն են դավերի արել, են էլ երեխա է։ Գնում էր մեկը հացեր ուտում, մոր քուրասը, գնում մտնում էր բողազը, կռուպնի պլանը։ Գնա Ազիզ ջան, գնա Արսեն ջան, ռատեղի ասում եմ։ Այ բալիկ ջան, Գագիկ Շամչյանը չես ամեն ինչ չեն արձանագրի։ Կինը հատկապես 3 ամիս հաց չի կերել, հազիվ առիթ հանձերվել, գնում էր արատը։ Ու ինչներ հետաքրքիր, հետո դնում նայում էին մի քանի օրից։ Բնականաբար առանց մոնտաժելու, հիշում եք, չէ՞, ոչ մոնտաժ կար, ոչ մոնտաժնիկ։ Այդ 5.5-6 ժամը դնում նայում էին, առաջել չէին տալի, գոնե պերեմոտ կանեին, վախում էինք, հիշում եք։ Պուլտի վրից ցելոֆանը չենք էլ հանում։ Վախում ենք, թանգանոց բանա, կավա մի բան սխալ սխմենք, փչանա, անգրագետ։ Նստում 6.5-7 ժամ։ 3 օր հետո գոնե մի քիչ անցնի, կարոտեն արա։ 3 օրից ալվարտի կնունքը չնայենք, նայենք, դե հավաքվեք, բարեկամներով, արա դնում արա 6.5 ժամ նայում, աշկի բիբը 7 րոպե։ Հետո են 5.5 րոպե ծագնասկին, հետո են ուտելը բան, հորքուրն էլ նայում, հուզվում, աչքերը մաքրում, այ հորքուր ջան, չես ուզ, յանի 30 տարի անցելա կարոտել եք, 3 օր առաջ էր դա տեղի ունենում, ասեմ ավելին զղթկվողներից մեկն էլ դու էիր։ Բայց ասեք ինչ սրտանց էին ուրախանում մարդիկ, էլ չկար այդ ֆիքստուլությունները, չգիտեմ, ճոխ ռեստորանը, սևիկրը, աթորի փողը, թանգը, էժանը, չգիտեմ, գլամուրը, ցիվիլը, էսը, էնը, ախպեր, այս էր, այս, ասեք որ սրտով, հոգով ու ջիգարով էին ուրախանում այն ժամանակ մարդիկ քեֆերին, այ էդ էր իսկականը, այ էդ, կամաց նատուրալից հեռացանք, մարդկայինից հեռացանք, օր այն վաղտ ինչ թիթիզություն, ինչ բան, մեն ես տան մեջ, տներում էին անում, իշում եք սնունդ, բան, հարսանիքներ էլ մի քիչ մեծ տներում, իշավոտնուկները դնում, բան, 60 հոկանոց սեղանը կցում պատի տակով, ինչ կար էտ էին ուտում, չգիտեմ, հաց էր, պանիր էր, խաշած միս էր, վերջ, հաց, պանիր, խաշած միս, կարևորը սրտանց, մի հատ սինթեզատորով 7.5 ժամ կայֆավատ էին ելնում, ասում, վեր էինք անում, օրգազմի մեջ բոլորը, պարում, բայց սրտանց, բայց ոնց էինք պարում աստված գիտի, ով ինչ ուզում պարում էր, հիշում եք են ժամանակվա պարերը, ինչ արա, ով ինչ կարում անում էր, Այդ մի առանձին թեմա է, որ խորանանք դրա մասին մի առանձին ներկայացում կարելի է գրել 90-ականների պարերի մասին։ Այդ դիչ խայտարակություններ, մեկ-մեկ որ հիշում եմ, ամոթից գետինն եմ մտնում։ Մի որ բան կա է, որ հիշում ես, ուզում ես չհիշես, որ այդ քո հետա տեղի ունեցել։ Բայց հիշում եք, որ մի հատ պահ կար ասում ենք, ախպեր ռեպ ենք պարում։ Հասկանում եք ով ենք մենք։ Անցավ 20-25 տարի, իմացանք, որ ռեպը պար չի, երգա։ Լավա ուրիշ ազգեր չեն իմանում, մենք մեր մեջ փագում ենք, այդ խայտարակությունը գնում ենք, ստեղ ընդեղ խնդրում եմ ոչ մի խոսք ընկել։ Ռեպ ենք պարում։ Կոնկրետ հիշում եք ինչ պարեր կային, ինչ երգեր ու ինչ պարեր կային 90-ականներին, ովքեր են հիշում, մի հատ ծափարեք խնդրում եմ, իմ հասակակիցներ և բարձր, ավելի շատ։ Շատ լավ։ Իսկ ով կգա ինձ մոտ այս փոքրիկ բեմահարթակ, մի քանի պար հիշենք և պարենք միասին 90-ական թվականների։ Մի քանի պար սենց արագ պոպուրի պարեր, շատ շնորհակալ կլինենք ձեզ, նույնիսկ հետաքրքիր նվեր ունեք վերջում, ով որ կգա։ Առաջին համարձակը ով է դահլիճում, ով կգա ինձ հետ պարելու։ Էլ մի սկսեք ձևեր թափել, մեկա գալու եք վերջում, հա? Ով կբարձրանա բեմ։ Ձերք, համեցեք եղբայրս, ցեկեք սափարենք մեր ամենահամարձակ հանդիսատեսին, իմ տարիքի էլ տղա է այրևում, հիմա կծանոթանանք, ողջույն եղբայր, ես Հովանեսն եմ,
Վարդան ջան, շատ հաճելի է, դեմքով են կողմ, խնդրում եմ, շնորհակալություն։ Քանի տարեկան եք Վարդան ջան։ 45 45, ոնց է։ Գիտես, Սկիլետից կարելի է ենթադրել ոնց է։ կար խոլեստերին Շաքար խոլեստերին քորացա ես։ Ճնշում բան, հա, աստված իմ։ 40-ում կար այդ ամեն ինչը, թե նոր է սկսել։ 40-ից նոր սկսում է։ Հələ նայեք ում եկե ինչ է ասում։ Չգիտեմ։ Լավ, Վարդան ջան, շատ հաճելի է, շնորհակալություն եկաք։ Բնականաբար ինչից խոսում ենք, դուք հիշում եք շատ լավ, ավելի լավ քան ես, բնականաբար ավելի հասուն եք եղել այդ տարիներին։ Հիշում եք պարերը այդ ժամանակ։ Հիմա մի փոքր պարային պոպուրի կարող ենք անցնել իրար հետ, հիշելով այս սպիտակ քառակուսու մեջ մնալով։ Դուք պատրաստ եք, սիրելի հանդիսատես։ Հրաշալի, իսկ դուք պատրաստ եք Վարդան ջան։ Դե որ բոլորս պատրաստ ենք, սիրով սկսենք։ Գնացինք 3, 2, 1։ Այո։ Այստա, ճիշտ Alegría Macarena, tú me puedes pagarle la alegría y cosa buena. Dale tu cuerpo alegría Macarena, Macarena. It's my life. It's my life, my God. It's my life. It's my life, my God. It's my life. It's my life. It's my life, my God. It's my life. Come on. Ավելի հիշում է։ Այո, հետո սենց կար, Շատ ջեր ծափահարենք Վարդանին։ Եվ շնորհակալություն հայտնենք բեմ վարդանալու համար։ Շնորհակալ եմ եղբայրս, լավ եղեք, բայց ես մրցանակ եմ խոսք տվել, մրցանակ չէ էլի, նվեր։ Մի վայրկյան խնդրում եմ, սա նոր տարվա լիմոնադ, ամանորյա ներկայացման տոմս է, հունվարի 7-ին, 8-ին եւ 9-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում է տեղի ունենալու, երկու լավ տեղ ձեզ բեմ բարձրանալու համար եւ մեր հանդիսատեսը լինելու համար։ Շնորհակալ եմ Վարդան ջան, շատ ջերմ ծափահարենք Վարդանին։ Մերսի շատ։ Հայ։ Այ ապրի Վարդան, հա։ Բայց շունչս բերած եկավ այն։ Վարդան ջան, լավ եք դուք։ Հա։ Շաքար մաքար լացես, լավ էլ դեն զուբի։ Ոնց որ սպորտով զբաղվում եք, չէ՞։ Հա, ես 40 վայրկյան պարում եմ, 40-ն էլի։ Այսենց երկելով, պարելով, մեզ հաջան, ալիքները մորը, եկեք ալիքներն իրար հետ անենք, չէ՞։ Որ ալիքները։ Ալիք, ես։ Հա, ես, լավ իշեցիք, լավ ալիք վարեց վրես, էլի։ Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում, նոր տարվա լիմոնադ, հունվարի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Այսենց ալիքներով, խաղիկներով, մեզ խափելով, մի օր ուրախ, մի օր տխուր, մի օր հիվանդ, մի օր առողջ, մի օր կուշտ, մի օր սոված, գլորեցինք, անցկացրինք 90-ականները և վերջապես եկան 2000-ականները, լույսերը տվեցին, գազերը քաշեցին, ջրերը սկսեցին մի առվով հոսել, մարդկանց դեմքին մի քիչ ժպիտ եկավ, հիշում եք։ Աղջիկները սկսեցին սիրունանալ։ Դե լավ մի ներվեք, ինչ ճիշտն է այն պիտի խոսենք, չէ՞։ Պայմանավորվել ենք ազնիվ լինել։ Դե որովհետև մինչև այդ սաղ ֆիդայիների պես նույն դեմքով։ Սկսեցին սիրունանալ, նրբանալ։
06-երը, 24-երը փոխեցին Opel-ների, ֆիրմա մեքենաների, պատերի տակ բանկոմատներ սկսեցին հայտնվել, ժողովրդի ձեռը սկսեց փող վռալ, ու հասկացան, որ դες ինչ-որ փող է գալիս, բան, այնպես ջուրը սկսեցին փողով առնել, Հայաստան աշխարհում ջրին փող տալ, որտեղ էր լսված բան, հա, բայց չէ, ջանդամ, կարևորը փող է ֆրում, ջրին փող, այդ են տարիներն էին, որ սրճարաններում սուրճ 200 դրամից դարավ 1000, բայց դե թքած, փող, սկսեցին ինչ-որ կայուն զգալ, մարդիկ ավելի թեթև սկսեցին շփվել, հա, այդ կոմպլեքսներից դուրս գալ, սկսեցին ավելի գունավոր հագնվել, որովհետև մինչև այդ համայն հայության հագուստի գույնը այդ էլ հո դուք ասեցիք, մի փոքրիկ ճշգրտում մուգ սև, որը բաց սևը ու ինչ էր, հա, սկսեցին են քարդ ու տղեկը սև սպարծիվկեքը փոխել գունավոր, ծաղկավոր վերնաշապիկներով, հա, արա դες ինչ-որ մինչև այդ որ սաղ քուչում սպարծիվկեքով լրված էին, սպարծիվկեքը հանում էր, դենում էր տակից ծաղկավոր սառոշկեքով են, ախպեր արա։ Այ քեզ բան։ Ու կոնկրետ են վարդագույն սառոշկի վրա կարմիր մեծ կալլաները, հիշում եք, սրանցից մեծ էլ էր հլնում էր, որ սաղ դոշի վրա մի հատ կալլա էր, նենց բնական ուզում էր մոտենայր հոտ քաշեր այդ տղու դոշերից, ցողունը, վարսանդը, առեջները, կոնկրետ, ու ինչքան ավելի ծաղկավոր, ինքան ինքը ավելի քյարթու էր, մի խոսքով ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ, գաստրոնոմները դարձան սուպերմարկետներ, պիվնոյները դարան փաբեր, չգիտեմ, էլ ընդեղ ինչ, ամեն ինչքան անգլերեն բան կար, դարավ ռուսերեն բար, հա, այսինքն հակառակը, ինչքան ռուսական բան կար, մինչև այդ զանգում էինք, ասում էր ապարատ абонента не подключен к станции, դրանից հետո սկսվեց ասվել the subscriber cannot be reached, please try later, չէ, հեռախոսները մոդան կան, չգիտեմ, բջջային սոտվնիները, սկզբից սոտվնի էինք ասում, հիշում եք, հետո կամաց սոտվի, հետո դարավ բջջային մեր հայկական լեզվով։ Սոտվիները սկսեցին աճ ապրել, էվոլյուցիան սկսեց հեռախոսների։ Հեռախոսը $100 էր, քարտը 300, հիշում եք։ Այդ տարիներին ես գնում էի ինստիտուտ արդեն, 2001 թվականին ես առաջին կուրս եմ գնացել, դե նոր շրջապատ, հա, աղջիկներ, ռայոնի ինգերներ, ֆիքստուլություններ, գլուխ գովալներ, արդեն կուրսից մի քանի հոգի էլ որ ունեին հեռախոս այդ շորշոփը բանը մեջ սերենգել հեռախոս ունենալու տանը ասում էի սոտվի պապան ասում էր կարող է նախարար ես արա սոտվի ունենաս պապան մտածում էր որ մենակ նախարարները կարող են հեռախոսով խոսել մամային համոզում էի որ պապային համոզի մաման ասում էր այ բլիկ ջան չեմ կարող դուք լեզուկը դայեք ինձ սկսել եք մեր խեղճ մերս էլ մեջտեղ ընկած չէր կարող դու ինքդ գնա բան պապային համոզում էի չէր համոզվում բան մի խոսքով երկար բարակ հոգեբանորեն ազդեցի ասենք չգիտեմ մի օր եկատուն մաման ասեց ինչի ուշ եկար ասացի մեր կուրսի Արմենի տնեցիները իրան սոտվի էին առել էդ էինք նշում սուտ մեռնեմ թե տենց բան կա Արմենը սկի տնեցիներ չուներ ու մնացոտ է հա բայց այդպես է Մինասյանը դուք մեր կուրսից եք եղել ներոս չէ Մինասյանը չէ դուք տենց Արմեն գիտեք որ տնեցիներ չունեն ուղղակի շատ անսպասելի էր Մինասյանը չէ ազգանունը չեմ դաս ընկերեր ինձ ինստիտուտում Բայց ինստիտուտից եմ խոսում, ինստիտուտից, հետո Հարութին գիտեք մեր կուրսի, հետո Հարութի հետ էլ մի դեպք եղավ, մի որոշ ժամանակ անց մաման ասեց դե պատմի բալես ոնց անցնում թատերականում դասերը, ասի լավ մամ ջան, ուղղակի այսօր Հարութի մաման էր, էլի սուտերս է, Հարութի մաման էր վատացել, վայ ասեց ինչ, ասի չգիտեմ սիրտը վատացել էր, լավա Հարութի մոտ սոտովի կար, զանգեց գնաց փրկեց մորը, մերս էլ լորեցի միամիտ կնիկ, ինչ ասում հավա, մի խոսքով այնքան համոզեցի, նստեցինք պապայի ականջին, խեղճ հորս հազիվ համոզեցինք, արա դուք ինձ կսպանեք բան գնաց, մի հատ հեռախոս առավ, բերեց տվեց, արա հեռախոսը պրծան քեզից, ասի չէ այ պապ ջան, ոնց պրծան, բա քարտը, որտև այդ հեռախոսները հիշում եք այսքան ինքը, մի այսքան էլ անտենա էր բարձանում վերևից, էդի առանց քարտ ոնց բռնես հա, հա մի 2-3 քորտս կախեցի, գլուխ գովացի գնացի ստից ֆիքսուլացա, բա հետո, հատկապես որ գիտես քարտ չկա մեջ, այդ ծանրն էլ գոտուց հետ կախած, աստիճան բարձրանալուց էլ անտենեն մտնում էր աճուկը, տենց անհարմար, բա, մի խոսքով
կպան քարտի թեմայով քարտ այդ ժամանակ էլ քարտը հերիք չի $300 էր։ Մի հատ էլ տես լավ մոշնի թափով ծանոթ էր պետք առնել, որ առնել։ Պապան մի խոսքով միջին պուճուր ծանոթներով չգտա մեծ ծանոթով այդպես կաշվից դուրս գալով խեղճերս $300 տարավ տվեց մի հատ լավ համար վերցրեց դրինք հեռախոսից մեջ մի 10-15 օրից քարտերը դառան $1500 մեջն էլ $1500 րոպե եթե ինչ այսինքն զրի այդ ավելի աբիգն է բայց րոպեներն էլ նենց թանկ կարողա հիշեք օրայտի $5000 տալիս էինք հիշում եք խոսում ենք քանի րոպե 20 րոպե, շատ ճիշտ, րոպեն $250 Արագ ասելիքդ ասում անջատում էիր, հիշում եք Ով ընկերուհի ուներ թքել էր փայտիկին Դե ընկերուհին գիտեք ինչ բան Ես իմ կյանքս հնտենանք պապան ինչ ասում Եթե թողի դուս կնգամ Դու ձեր հաշիվը սպարված է Խեղճ տղեն գնում էր բուտքից լիցքավորում էր Հետ էր գալի խոսալով տուն Չև հասնում էր տուն հերչանում էր րոպեն Հելի գնում լիցքավորում Խայտարակություն Բա որ տատին էինք զանգում Մաման ասում էր տատին զանգի Այ մամա ջան թանկա Ինչ կապ ունի Քեզ սնել պահել շահել մեծացրել արա Բա մի հատ տատու զանգում է Տատի ջան բարև ոնց ես լավ ես ամեն ինչ նորմալ Սա հարցերը մի անգամից տալիս է Տատին էլ նորմալ բալա ջան նորմալ Հետա լված քարեցի կախեցի Են էլ անձրև եկավ սաղ Այ տատի արագ ասա սաղ Րոպեն $250 դարել է սաղ Տանտերը 3 տար ասա սաղ Բատ մարդիկ կային իմ ընկերներից 2 տատն էլ սաղ են այդ ժամանակ Դրանք ինչ ասեն, ահավոր երև Այդ ժամանակ հիշում եմ, կհիշեք լիցքավորման քարտերը պատ էին ծակում, շատ լուրջ բան էր, ոնց որ սովետի ժամանակ հայկական կոնյակը, լուրջ հարցեր էր լուծվում, զաչոտներ էին ստանում, լիցքավորման քարտով, քննություններ էին ստանում, զանգում էին, չաստում, թելադրում էին 12 թվերը օդպուսկ էին թողում ընկերոջը, 3 օրով, տես դեպքեր կար էլի լուրջ, բայց դրա էպոխան էլ շատ կարճ տևեց, հետո եկան լիցքերը Կհիշեք, ոչ թե լիցքավորման քարտ էր, այլ լիցք էր Ով ինչքան փող ուզում էր տալիս էր ենթադրենք Ուզում էր $200 լիցքաներ կամ 500 ինչքան ուզում էր Մոտակա թերթի կրպակը կամ յուրաքանչյուր կրպակ Մոտենում ենք, տալիս ենք գումարը, ասում ենք $300 լիցքարա Ասում են հեռախոսի համարը ասեք, հիշում եք, ասում են, գրում են, քայլում էր մեկ էլ ծնկ, օզարմանք, $300 լիցքավորում էր, ուրախ զվարթ ապրում ենք, շատ հեշտ տարիներ էին այդ առումով, ասեք, կինը ամուսնուն ասում էր, կյանքս փող տուր գնամ, լիցքանեմ, $300 տալիս էր, գնում լիցքավորում, ուրախ զվարթ, այսպես գոհ շնորհակալ ապրում էին։ Հիմա կինը ամուսնուն ասում է, փող տուր գնամ, լիցքանեմ Ինչ $300 աղբեր $300 էլ չի պրծում խեղճը, որովհետև ամեն ինչ լիցքով է դառնում։ Թարթիչները լիցք, պրոշները լիցք, ստեղ լիցքավորված կանանց ժամանակաշրջանում ենք ապրում, ընկերներ։ Շուտով կարող է լիցքավորիչներ էլ արտադրեն կնոջ։ Ասենք, չգիտեմ, զարյատկի դնես կնգատ, հավաքի տանես նշան դրեք, բերես տուն էլ, չգիտեմ։ Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում։ Նոր տարվա լիմոնադ։ Հունվարի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Լիցքավորված կանանց և արհեստական բանականության դարում ապրելը, հասկանում եք ինչ է և Աստված իմ ուրա գլորվում աշխարհը, ուրա գնում կյանքը, ինչ արժե համակարգերով ենք ապրում։ Տեսեք, չեմ ուզում ուրիշ բաներից խոսել, ինձ չվերաբերող թեմաներից, որ ասենք, այդ ինչ քո գործն է, էլի մտարբա։ Չեմ ասում քաղաքականություն, չեմ ասում սպորտ, չեմ ասում գիտություն, մեր բնագավառի շուրջ արվեստի, հա, այ տեսեք, ֆիլմերը, առաջվա ֆիլմերը հիշեք, ինչ ֆիլմեր կային, ինչ որակի ու հիմիկվա, հա? Երգերը, այ շատ եմ խոսել բազմիցս այս թեմայով, բայց առաջվա երգերը ու հիմա, առաջ ավագ սերնդի ներկայացուցիչներ, հələ հիշեք։ Ամեն մեկին թողում էին, որ երգի, հա? Մի հատ от советского интендированного дам талах одобряем, նոր իրան
թողեցին, որ բեմ դուրս գա, այն էլ տենց պարտադիր կենթանի հնչողությամբ, որ երկի հիմա էլ ոչ երկ կա, ոչ բառ, ոչ երաժշտություն, ոչ կոմպոզիտորա պետք, ոչ սլուխա պետք, ոչ է միկրոֆոն, արդեն։ Կամ միկրոֆոն անջատած, որ ասենք բերան փակի, բացի, ասենք տվյալ երկիչը կամ երկչուհին, ասենք իրան լա 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 նի լա 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 նի լա 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 լի լա 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 լի լա լա բրավո բոլորը Այն ժամանակ պատկերացնեք Օֆելիա Համբարձումյանը ժողովրդական արտիստոյի դուրս գալ բեմ նախ մինչև Տիկին Օֆելիայի դուրս գալը մի հատ ազգային նվագարաններն էին դուրս գալի հիշում եք են հաստ բեղերով պապիները այդ ժիլետներով տարազով ժիլետներ նվագարկիչները լարելով մի հատ նոր դուրս էր գալիս Հայաստանի Հանրապետության ժողովրդական ԽՍՀՄ, ՀՍՍՀ, չգիտեմ, ժողովրդական արտիստուհի Օֆելիա Համբարձումյան պատկերացնում եք դուրս գար կանգներ մեմարտակի կենտրոնում եւ կենթանի հնչողությամբ ասեր Չէ, էլի, չէ ու չէ, ձեր ցավը տանեմ։ Այ, սիրելիներ, ես հիմա հասկանում եմ, ինչքան խոսեմ, կխոսեմ, դուք էլ ինչքան լսեք, կլսեք, որովհետև հետաքրքիր է հին օրերի հիշողությունների մասին է, ես էլ խոսելու հետ խնդիր չունեմ, ինչպես հասկացել եք, սա իմ ամենասիրելի գործն է, ես երանության մեջ եմ, երբ գտնվում եմ բեմում եւ ելույթ եմ ունենում իմ հանդիսատեսի համար, այո, դա այդպես է, շնորհակալ եմ ձեզ, սիրելիներս, բայց մերսի շատ։ Բայց անդրադառնալով եւ ամփոփելով այս ռետրո թեման եւ 90-ականների թեման ուզում եմ ասել, որ ես շատ մեծ ցավ եմ ապրում հիշելով թե մենք ինչեր ենք արել։ Այ տեսեք, վատից էլ ենք խոսում, լավից էլ, ընդհանուր ասում, խոսում, ծիծաղում ենք թեթև, բայց սարսափելի բաներ ենք արել, ընկերներ։ Մենք հազարավոր, 100 հազարավոր ծառեր ենք կտրել, դա վանդալիզմի գագաթնակետերից է հասկանում եք, բայց մի փոքր երևի արդարացում ունենք, չէ՞, կտրել ենք, որ վառենք, տաքանանք, ցրտից չմեռնենք։ Մենք գրքեր ենք վառել, հազարավոր, 100 հազարավոր գրքեր վառարաններում, որ տաքանանք։ Բայց ինչն է սարսափելին։ Լույսերը տվին, մեր ծնողները սկսեցին մեզ մեղադրել, որ անգրագետ ենք։ Էդի ջանգրագետ սերունդ եք արա, մի հատ գիրք չեք կարդացել։ Մի հատ գիրք եք թողել, որ կարդանք, այ ցավը։ Սաղ վառեցի։ Այն ժամանակ գիրքը ծառայում էր երկու բանի համար, եթե հիշում եք։ Մեկը վառում էինք տաքանանք։ Լավ մի վրազ, հասկացանք։ Մյուսը կուլոկ էինք սարքում, սեմշկա չրցենք։ Թե չէ, այդ ձեր ասացի համար թերթը ավելի հարմար էր, ես էլ գիտեմ։ Սիրելիներ, երևի այսօր պետք էր հավաքվել, ասել, խոսել, հիշել հինը, հա? Հասկանալ ով ենք եղել մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք հասել այսօր եւ ով ենք լինելու վաղը։ Վաղվա օրը շատ կարևոր է։ Վաղվա օրվա վրա անպայման ներդրում արեք, խնդրում եմ ձեզ։ Ես նենց չի, որ մեկն եմ, ով պիտի ձեզ ինչ-որ բան սովորացնեմ։ Ես խնդրանքով եւ թեթև խորհրդով ձեզ դիմում եմ։ Ներդրումը միայն փողը չի եւ ֆինանսականը չի։ Ներդրում, ջանք, եռանդ, նվիրում, հոգի, սիրտ, միտք դնենք վաղվա օրվա վրա, որպեսզի մեր մատաղ սերունդը ապրի բարեկեցիկ, ուժեղ եւ խելացի երկրում։ Եվ առհասարակ, այս ինչ մենք արեցինք, կարծում եմ թույլատրվում է։ Անցյալի վրա ծիծաղել կարելի է, բայց ծաղրել անցյալը երբեք, որովհետև եթե ծաղրես անցյալդ, ապագա չես ունենա։ Սա HD stand-up-ի ռետրո եթերաշրջանի վերջին թողարկումներ։ Շնորհակալություն ձեզ, սիրելի հանդիսատես, սիրելի հետևորդներ եւ հեռուստադիտողներ։ Համբուրում եմ եւ քանի որ մի քանի օրից ամանոր է, միանգամից շնորհավորում եմ ձեր ամանորը, Սուրբ Ծնունդը, ամենալավն ու բարին ձեզ, խաղաղություն մեր երկրին, հաջողություն ձեզ, առողջություն ձեր ընտանիքներին, ձեզ, ձեր բալիկներին։ Սիրում եմ, համբուրում եմ, մինչ հանդիպում, կհանդիպենք 2026 թվականին։ Մնացեք բարով,